Ես համաձայն եմ քեզ հետ, որ գաղափարական, որպես գաղափարախոսություն, որպես ճշմարտություն, քրիստոնեությունը իհարկե հզոր միջոց է, բայց հզոր ճանապարհ է, բայց կներես այդ ճանապարհը որպեսզի հասանելի լինի շատերի համար, քեզ պետք է նյութական միջոց, ասենք պետք է մեդիա, որ մարդիկ լսեն դրա մասին, պետք են մարդիկ, որ խոսեն դրա մասին, չգիտեմ։ Այս հենց հիմա 21-րդ դարում մի վատ տենդենց է ծնվել, քրիստոնեությունը դարձել է թրենդ, այդ ձեր նշած բառ միջոց։ Քրիստոնեությունը երբեք միջոց չի։ Քրիստոնեությունը ճշմարտությունն է։ Ուրեմն, էլի հետ պետք է գնանք, էլի։ Այստեղ կռիվը ռացիոնալի, բանականի, իրացիոնալի եւ իրացիոնալի, հավատ իրացիոնալը, բանականի եւ հավատի մեջ է։ Եթե բանականությամբ ես դնում հաշվում, հաղթելու շանս չունես։ Իսկ հավատով հաղթելու շանսը մեծ է։ 20-րդ դարի մի մտածողներից մեկը մի հետաքրքիր միտք է արտահայտել, ասում է, եթե 10 հոգի մի գաղափարի համար պատրաստ են մեռնելու եւ մի գաղափարի համար 20,000 հոգի պատրաստ են քվեարկելու, այն 10-ը հաղթելու են։